Այս հաղորդաշարը հովանավորվում է Ջոյս Մայերի ծառայության ընկերների եւ գործընկերների կողմից։ Դու կարող ես անել այն ամենը, ինչ Աստված ասում է, որ անես։ Եվ Աստված կմատակարարի այն, ինչ քեզ անհրաժեշտ է, որովհետև նա վճարում է այն ամենի համար, ինչ պատվիրում է։ Ես Ջոյս Մայերն եմ եւ տեսել եմ, թե ինչպես է Աստծո զորությունը փոխել իմ կյանքը եւ նույնը կանի քեզ համար։ Երբևէ չասես, որ դու չես կարող հաղթահարել բացասական վերաբերմունքը, որովհետև ես չէի կարողանում հաջորդաբար երկու դրական միտք արտահայտել առանց ջղաձգվելու։ Կուզեի, որ կարողանայի բացատրել, թե ինչ խառնաշփոթի մեջ էի։ Նույնիսկ չգիտեմ, թե ինչպես պատմեմ, ես չգիտեի, թե ինչպես մտածեի ճիշտ։ Չգիտեի, թե ինչպես վարվեի ճիշտ։ Չգիտեի, թե ինչպես զգայի ճիշտ։ Ես ամեն բան սխալ էի հասկանում, իմ կյանքում կար մերժվածության արմատ, որը գունավորում էր այն ամենը, ինչ տեղի էր ունենում։ Եթե ունեք այդպիսի արմատ, այն կազդի ձեր փոխհարաբերությունների վրա։ Ես կբերեմ մի օրինակ, թե ինչպես է դա գործում։ Դեյվը եւ ես կարծես չէինք կարողանում խոսել որևէ բանի շուրջ։ Ես միշտ ասում էի, մենք երբեք չենք կարող խոսել որևէ բանի շուրջ, իսկ նա այնպես էր զայրանում։ Նա ասում էր, ինչու ես ասում, որ մենք երբեք չենք կարող խոսել ինչ-որ բանի շուրջ։ Մենք կարող ենք խոսել ամեն ինչի շուրջ, բայց դու միշտ խոսում ես եւ ուզում ես, որ ես լսեմ։ Դա ճիշտ էր։ Աստված վերջապես հայտնեց ինձ եւ ես շնորհակալ եմ Աստծուց այն հայտնությունների համար, որ նա տալիս է մեզ։ Նա ասաց, որ այն, ինչ տեղի էր ունենում իմ կյանքում, մերժվածության արմատի պատճառով էր։ Եթե Դեյվը համաձայն չէր իմ կարծիքին, ես համարում էի, որ նա մերժում էր ինձ։ Բայց նա չէր մերժում ինձ։ Պարզապես համաձայն չէր նրա հետ, ինչ ես մտածում էի։ Եվ ես չգիտեի, թե ինչպես հայտնեի իմ կարծիքն այն մասին, թե ով եմ ես։ Ինչ որ մեկը սրա կարիքն ունի։ Ես հասկացա, որ երբ ինչ որ մեկը համաձայն չէ ինձ հետ, չի նշանակում, որ նա մերժում է ինձ, եւ այս հայտնությունը հսկայական ազդեցություն ունեցավ։ Բայց ես պետք է ճեղքեի ու անցնեի մերժվածության, դավաճանության, լքվածության միջով։ Գիտեք, միանգամայն վատ էր, որ հայրս բռնություն էր գործադրում իմ նկատմամբ, բայց ավելի վատ էր այն, որ մայրս գիտենալով դա թույլ էր տալիս։ Անկեղծ ասած, ինձ համար ավելի դժվար էր ներել մորս, քան հորս, բայց մայրս նույնպես վախենում էր։ Զարմանալի է, թե ինչ կարող է վախը անել։ Դուք հասկանում եք։ Պարզապես սոսկալի է, թե ինչ կարող է վախն անել քեզ հետ։ Նա վերջապես ներողություն խնդրեց ինձնից այն ժամանակ, երբ ես արդեն 30 տարի ամուսնացած էի Դեյվի հետ։ Նա ասաց. Ես ցավում եմ, որ թույլ եմ տվել հորդ այդպես վարվել քեզ հետ, ես պարզապես չէի կարող դիմակայել խայտառակությանը։ Անկեղծ ասած, մայրս թույլ անձնավորություն էր։ Իրականում ես երբեք չեմ ատել նրան, բայց ատել եմ թուլությունը։ Ուստի ես վճռեցի, որ թույլ չեմ լինելու։ Ես հաստատ թույլ չէի լինելու, ինչ որ առումով դա բարենպաստ ազդեցություն ունեցավ ինձ համար, որովհետև օգնեց անցնելու շատ բաների միջով, որոնց դեմ մարդիկ հրաժարվում են պայքարելուց։ Մենք հաճախում էինք եկեղեցի, բայց ես չէի սովորում որևէ բան, որ կօգներ ինձ հաղթահարելու իմ խնդիրը, կամ նույնիսկ գիտակցելու, որ խնդիր ունեմ։ Սուրբ Հոգով մկրտվելուց հետո սուրբ գրային խոսքերից առաջինը, որ Աստված կարծես դրոշմեց իմ սրտում, Հովհաննեսի 8:31 եւ 32 խոսքերն էին. Եթե դուք իմ խոսքի մեջ կենաք, ճշմարտապես իմ աշակերտներն եք եւ ճշմարտությունը կճանաչեք եւ ճշմարտությունը կազատի ձեզ։ Հասկանում եք, ճշմարտությունն է, որ ազատում է մեզ, բայց մեզ ազատում է ոչ թե մեկ ուրիշի մասին ճշմարտությունը, այլ մեր մասին ճշմարտությունը։ Ես մտածում եմ, որ ամենադժվար բանը այն ճշմարտությանը բախվելն է, որ ձեր բոլոր խնդիրները մեկ ուրիշի մեղքով չեն։ Այստեղ կհամապատասխաներ սելլա բառը։
Սելա նշանակում է դադարիր եւ հանգիստ մտածիր դրա մասին։ Շատ դժվար է պատասխանատվություն վերցնել քո խառնաշփոթի համար։ Այսպիսով, երկար ժամանակ իմ վարքային խնդիրների պատճառ համարում էի այն փաստը, որ ինձ բռնության են ենթարկել։ Հիշում եմ, երբ Աստված ասաց. «Այո, դա է պատճառը, որ դու այդպիսին ես, բայց թույլ մի տուր, որ դա դառնա արդարացում այդպես մնալու համար»։ Որոշ բաներ, որ այսօր պատմում եմ, արժեն նրան, որ դուք լինեք այստեղ այսօր։ Այն, ինչ արել են ձեզ հետ, հնարավոր է, որ ձեր վատ վարքագծի պատճառ լինի, բայց դուք չեք կարող թույլ տալ, որ դա դառնա արդարացում այդպես մնալու համար։ Այսօրվանից դուք պետք է պատասխանատվություն ստանձնեք ձեր արարքների համար եւ դադարեք դրանց համար մեղադրել ուրիշներին։ Եվ դուք պետք է պատասխանատվություն ստանձնեք ձեր ուրախության եւ ձեր խաղաղության համար։ Ինչ որ մեկի գործը չէ ձեզ ուրախ պահելը։ Ամեն։ 1976 թվականին ամբողջ երկրագնդի վրա Սուրբ Հոգու հեղեղ եղավ։ Քանիսն են հիշում դա։ Շատ լավ։ Դա նշանակում է, որ դուք այնքան մեծ եք, որքան ես։ Մարդիկ բոլոր հարանվանություններում լցվում էին Սուրբ Հոգով։ Եթե չգիտեք, թե ինչ է դա, կարդացեք Գործք առաքելոց գրքի առաջին մի քանի գլուխները։ Հավատացյալները վերստին ծնված էին, բայց լցված չէին Սուրբ Հոգով։ Եվ երբ լցվեցին Սուրբ Հոգով, բոլորը խոսեցին այլ լեզուներով։ Ես անձամբ հավատում եմ Հոգու բոլոր պարգևներին, ես վերապրել եմ դա եւ չեմ ամաչում դա ասելուց։ Ասեմ ձեզ, դուք կարիք ունեք լցվելու Սուրբ Հոգով, որովհետև Սուրբ Հոգին տալիս է խիզախություն։ Հիշում եք Պետրոսին, նա վախկոտ էր։ Սուրբ Հոգով լցվելուց հետո նա դուրս եկավ փողոց եւ քարոզեց, եւ 3000 մարդ փրկվեց։ Երբ լցվում եք Սուրբ Հոգով, դա տալիս է ձեզ խիզախություն եւ ուժ։ Նա մեր օգնականն է, մեզ զորացնողը, մեր ուսուցիչը, եւ նա գալիս է, որ բնակվի մեր ներսում։ Երբ Հիսուսը համբարձվեց, ասաց. «Ես ձեզ օգնական կուղարկեմ»։ Հրաշալի է, դուք երբեք ստիպված չեք փորձելու ինքնուրույն անել որևէ բան։ Դուք միշտ ունեք Աստվածային օգնական, որը հնարավորություն է տալիս ձեզ անելու այն, ինչ կարիք ունեք անելու։ Դուք կարող եք անել դա Աստծո օգնությամբ։ Ամեն։ Այսպիսով, ես լցվեցի Սուրբ Հոգով։ Իհարկե, բերանս փակ պահելն ինձ համար տարբերակ չէր, նախև առաջ, երբ Աստված դիպչում է քեզ Սուրբ կրակով, դու խանդավառվում ես եւ ուզում ես պատմել այդ մասին մյուսներին։ Եվ անհեթեթություն է, երբ մարդիկ ասում են իմ հավատքն անձնական բան է։ Եթե Աստված դիպչել է քեզ համար դժվար կլինի բերանդ փակ պահել ու չխոսել այդ մասին, ամեն։ Շատ բաներ էին տեղի ունենում։ Ես իրականում չգիտեի, թե ինչ էր կատարվել ինձ հետ։ Մի առավոտ աշխատանքի էի գնում եւ պարզապես հոգնել էի կյանքից։ Դեյվը եւ ես կրկին վիճել էինք եւ ես աղաղակեցի Աստծուն. «Դու պետք է ինչ-որ բան անես իմ կյանքում»։ Ասեմ ձեզ, այն ժամանակ ինձ համար միևնույն էր, թե ինչպիսի հրաշք կլիներ կաթոլիկ, մկրտական, թե լյութերական։ Նկատի ունեմ, ինձ համար տարբերություն չկար, ես պարզապես ուզում էի, որ Աստված ինչ-որ բան աներ իմ կյանքում։ Եվ կասեմ ձեզ, երբ բավականաչափ հուսահատվում եք, դուրս եք գալիս ձեր հարանվանության սահմաններից, եթե դա այն է, ինչ անհրաժեշտ է անել։ Եվ ինձ համար հետաքրքիր է, շատ շատերը մշտապես փնտրում են Աստծո կամքը իրենց կյանքի համար։ Գիտեք, ես ոչ մի անգամ Աստծուց չեմ հարցրել, թե որն է նրա կամքը իմ կյանքի համար։ Բայց երբ նա հայտնեց ինձ, հավատացեք, ես հասկացա։
Այնպես որ ես չեմ կարծում, որ դուք պետք է ձեռնամուխ լինեք ինչ-որ պեղումների, դուք պարզապես պետք է ասեք Աստծուն, ես ուզում եմ անել այն, ինչ դու ցանկանում ես, որ անեմ։ Այնուհետև պետք է շարունակեք ապրել ձեր կյանքը, եւ Աստված ցույց կտա ձեզ։ Նա դուր կբացի, նա կխոսի ձեզ հետ։ Նա ձեզ ցույց կտա, նա կտա ձեզ փափագ, անհագ փափագ ինչ-որ բան անելու համար։ Գուցե ցանկանաք աշխատել երեխաների հետ կամ մեկ ուրիշ բան անել, կլինի ինչ-որ բան, որ դուք իսկապես կցանկանաք անել։ Ես մտածում եմ, որ մենք պարզապես պետք է հանդարտվենք եւ դադարենք շարունակ այս հարցերը տալուց։ Ո Աստված, ո՞րն է քո կամքը ինձ համար, ինչ ես ուզում որ անեմ։ Մի առավոտ անկողինս էի հարդարում եւ լսաերիզով մի քարոզչի էի լսում։ Ես զարմացած էի, որ 1 ժամ լսեցի 3 կամ 4 սուրբ գրային խոսքի վրա հիմնված ուսմունք եւ ամբողջ ժամանակ պարզապես գերված էի այն նոցությունով, որ այդ մարդու վրա էր։ Ես մտածում էի, դա պետք է լինի ամենահրաշալի բանը աշխարհում։ Եվ Աստված խոսեց ինձ հետ ու ասաց. մի օր դու գնալու ես ամբողջ աշխարհով եւ սովորեցնելու ես իմ խոսքը։ Ես ծառայություն չէի փնտրում, ես անկողինս էի հարդարում։ Գուցե ձեզնից ոմանք պետք է դադարեն ծառայություն փնտրելուց եւ պարզապես իրենց անկողինը հարդարեն։ Եվ թող Աստված գա եւ խոսի ձեզ հետ, երբ ցանկանա։ Ամեն։ Ես վկայեցի մի աղջկա, որն աշխատում էր ինձ հետ, առանձնացա նրա հետ եւ առաջնորդեցի դեպի Տերը։ Հետո վերադարձա իմ աշխատասեղանի մոտ ու լսեցի, թե ինչպես Տերն ասաց. դու չես կարող թողնել նրան այդպես։ Ես ասացի. ինչ ես ուզում որ անեմ նրան։ Ես լսեցի, որ Տերն ասաց. սովորեցրու նրան խոսքը։ Ես ասացի. ես չգիտեմ ինչպես դա անեմ։ Ես գնացի իմ լյութերական հովվի մոտ եւ ասացի. եթե սկսեիք Աստվածաշնչի սերտողություն որտեղից կսկսեիք։ Նա ասաց. Հովանեսի ավետարանից։ Ես ձեռք բերեցի Թոմսոնի շղթայական հղումների Աստվածաշունչը եւ սկսեցի Հովանեսի առաջին գլխից, հրավիրեցի բոլոր մարդկանց, որոնք աշխատում էին իմ վերահսկողության ներքո։ Ես գրասենյակի կառավարիչն էի եւ իմ վերահսկողության ներքո աշխատում էր 12 կին։ Ես չէի պատկերացնում, որ բոլորն էլ պարտավորված կզգային գալու։ Ես մտածեցի, որ ունեմ մեծ բազմություն։ Հենց առաջին օրը բոլոր 12 կանայք ստացան տուգանք սխալ կայանելու համար։ Դա իմ հզոր սկիզբն էր։ Եվ դա վերածվեց Աստվածաշնչյան սերտողության, որն անցկացրի մեր տանը 5 տարի շարունակ։ Եվ 5-րդ տարվա վերջում մեր քաղաքում մի նոր եկեղեցի բարձրացավ։ Ես հանդիպեցի Հովվին բացօթյա մեծ հավաքույթում։ Ինչ որ մեկը ծանոթացրեց ինձ նրա հետ, եւ մենք որոշեցինք, որ կհաճախենք այդ եկեղեցի։ Կարճ ասած, ես ընդգրկվեցի այդ եկեղեցու աշխատակազմում։ Առաջին աշխատանքը Հովվի քարտուղարուհու աշխատանքն էր, սակայն մեկ օրից ինձ ազատեցին։ Այո, հիմա ծիծաղելի է, բայց ասեմ ձեզ, սիրտս կոտրված էր, երբ գնացի տուն։ Իրականում այնքան շատ հարցեր կային։ Լսեք ինձ, դուք կարող եք հանձնվել շատ բաներում, բայց դուք չպետք է անեք դա։ Լսում եք։ Նկատի ունեմ այնքան շատ տեղեր կան, որտեղ կարող եք կանգ առնել եւ ասել ես այլևս առաջ չեմ գնալու, բայց դուք չպետք է անեք դա։ Դուք կարող եք ասել ոչ, ես հատելու եմ վերջնագիծը։ Լսում եք։ 5 տարի ես աշխատեցի այդ եկեղեցում, իսկապես դժվար էր, ես 36 տարեկան էի։ Իսկ հովիվը 26 եւ երկուսս էլ մտածում էինք, որ ամեն բան գիտեինք, բայց ոչ մեկս էլ ոչինչ չգիտեր։ Մենք մինչև հիմա ընկերներ ենք։ Անցյալ շաբաթ ես նրանից հաղորդագրություն ստացա։ Ինձ համար դժվար էր, շատ դժվար։ Դժվար էր սովորել հնազանդվել իշխանությանը։ Դժվար էր, քանի որ ինձ հետ սխալ էին վարվել։ Իմ ներսում ապստամբության շատ խոր արմատ կար։
Ես չէի ուզում, որ ինչ-որ մեկն ասեր, թե ինչ անեի, բայց հնարավոր չէ աշխատել ինչ-որ մեկի մոտ և չսպասել, որ քեզ ասեն, թե ինչ անես։ Նա երիտասարդ էր և միշտ չէ, որ գիտեր, թե ինչպես վարվեր մարդկանց հետ։ Այնպես, որ դժվար էր, իսկ ես ունեի մեծ երազանքներ։ Ժամանակը եկավ, երբ ես պետք է հեռանայի, բայց դրանից հետո ևս 1 տարի մնացի այնտեղ։ Դա թշվառ տարի էր։ Ի վերջո Աստված հստակ ցույց տվեց, թե ինչ պետք է անեի։ Նա ասաց. «Վերցրու քո ծառայությունը և գնա հյուսիս, հարավ, արևելք և արևմուտք»։ Ամենը հրաշալի էր հնչում, բացի նրանից, որ ոչ ոք չէր ճանաչում ինձ հյուսիսում, հարավում, արևելքում կամ արևմուտքում։ Այսպիսով, քանի որ ես ապրում էի Միսսուրիի Սենթ Լուիս քաղաքում, գնացի Սենթ Լուիսի հյուսիսային, հարավային, արևելյան և արևմտյան շրջանները։ Երբեմն դուք պետք է նմանվեք փոքրիկ երեխայի և լավագույնս անեք այն, ինչ կարող եք։ Ես զգացի ինչպես Աբրահամը, երբ Աստված նրան ասաց. «Թող այս վայրը և գնա այնտեղ, որտեղ քեզ ցույց կտամ»։ Ես դուրս եկա աշխատանքից, փորված գրասեղանով և հաշվիչով ու գաղափար չունեի, թե ինչ պիտի անեի։ Եվ ես սկսեցի հավաքույթներ անցկացնել հյուսիսային շրջանում, հարավային շրջանում, արևելյան և արևմտյան շրջաններում, ամիսը 1 անգամ։ Եկեղեցին թույլ տվեց, որ վերցնեի հասցեների ցուցակը։ Այդ եկեղեցում ես կանանց հավաքույթներ էի անցկացնում և կանանց թիվը հասել էր 400-ից 500-ի, որոնք ամեն շաբաթ գալիս էին կանանց հավաքույթին։ Ես գիտեի, որ հավերժ չեմ մնալու այնտեղ, բայց նվիրված էի, հավատարիմ, սիրում էի մարդկանց ու չէի ուզում հեռանալ, ուստի Աստված ստիպված եղավ ինչ-որ կերպ ինձ դուրս հանել։ Մի երեկո, երբ նստած էի եկեղեցում, նա ասաց. «Ինչ ես անում»։ Ես ասացի. «Ես հաճախում եմ եկեղեցի»։ Երեքշաբթի երեկո է, ես եկել եմ եկեղեցի, նա ասաց. «Ես ավարտել եմ քեզ հետ աշխատանքը այստեղ, դու պետք է հեռանաս»։ Ես վիրավորվեցի. «Դու ավարտել ես ինձ հետ աշխատանքը»։ Ես եկեղեցություն եմ այստեղ։ Ինչպես է եկեղեցին գոյատևելու առանց ինձ։ Երբեմն մենք չափազանց տարվում ենք մեզնով և մտածում, որ ավելի կարևոր ենք, քան իրականում կանք։ Վերջապես ես հեռացա։ Գնացի հյուսիս, հարավ, արևելք և արևմուտք։ Ամբողջ պատմությունը զվարճալի է։ Ես եթեր էի դուրս գալիս մի ռադիոկայանով գրեթե 15 րոպե։ Մենք անում էինք ամեն բան։ Ես նստում էի տպագրամեքենայի առջև և պատասխանում այն մի քանի նամակներին, որոնք երբևէ ստանում էի։ Մենք գրում էինք մեր ցուցակի հասցեատերերին ու խնդրում, որ աջակցեն և օգնեն մեզ։ Գիտեք, իրականում ես չգիտեմ, թե ինչպես Աստված արեց դա, բայց ահա այսօր մենք այստեղ ենք։ Հիմնականում այն պատճառով, որ ես հրաժարվեցի հանձնվելուց։ Եվ այդ ամբողջ ժամանակահատվածում ես աճում էի հոգևորապես։ Ես անցնում էի այն ամենի միջով, որ տեղի էր ունենում վարագույրների հետևում, հաղթահարում էի բազում դժվարություններ, փորձում էի սովորել, ներել, փորձում էի սովորել չվիրավորվել, ներել և ազատվել ինքնախղճահարությունից։ Ես կախվածություն ունեի ինքնախղճահարությունից, ես ատում էի այն, բայց նաև սիրում էի։ Այսպիսով երկուսս էլ աշխատում էինք ամբողջ շաբաթ։ Այն ժամանակ արդեն ունեինք 3 երեխա։ Եվ շաբաթ օրերին Դեյվը գոլֆ էր խաղում, իսկ կիրակի օրերին ֆուտբոլ դիտում։ Ես չէի սիրում սպորտը և ուզում էի, որ նա էլ չսիրեր։ Փորձեցի փոխել նրան, բայց դա անօգուտ էր։ Մի օր, երբ մտա սենյակ, նա դիտում էր ֆուտբոլային և բեյսբոլի խաղերը և փայլեցնում էր իր գոլֆի մականը։ Ես մտածեցի, իմ ծրագիրը չի գործում։ Դու չես կարող փոխել մարդկանց։ Եվ որքան փորձես, այնքան նրանք կատեն քեզ։ Եթե ինչ-որ մեկին դրել ես բրուտի անիվի վրա, պետք է գնաս տուն և բաց թողնես նրան, որովհետև դու չես բրուտը։ Ամեն։ Վերջապես մի օր իրար նայեցինք և ես ասացի. «Ես որոշում եմ կայացնում երբեք չփորձել փոխել քեզ, դու ազատ ես լինելու այն, ինչ կաս»։ Նա ասաց. «Ես որոշում եմ կայացնում երբեք չփորձել փոխել քեզ, դու ազատ ես լինելու այն, ինչ կաս»։ Եվ մենք այսօր միասին չէինք լինի, եթե դա տեղի չունենար։ Այնպես որ եթե փորձում ես փոխել այն անձնավորությունը, որի հետ ամուսնացած ես, մոռացիր դա։
Դա չի հաջողվի։ Դու կարող ես աղոթել նրա համար, եւ Աստված ինչ որ բան կանի։ Բայց մենք պետք է սովորենք սիրել մարդկանց այնտեղ, որտեղ նրանք կան, ոչ թե այնտեղ, որտեղ մենք ենք ուզում որ լինեն։ Ամեն։ Կարծում եմ անցյալ շաբաթ ասացի, որ իմ կարծիքով Դեյվն ամուսնացել է 20 տարբեր կանանց հետ։ Որովհետև ես մի փոքր փոխվում էի, անցնում էր որոշ ժամանակ, նորից էի մի փոքր փոխվում, որոշ ժամանակ անց դարձյալ մի փոքր փոխվում էի։ Ես 42 տարեկան էի, երբ սկսեցինք ծառայությունը, եւ 52 տարեկան էի, երբ սկսեցի հեռարձակումները եթերով, երբ մտա ծառայության մեջ, ունեի 3 դեռահաս եւ 1 փոքրիկ երեխա։ Այնպես որ խնդրում եմ, մի ասեք, որ չեք կարող ինչ-որ բան անել Աստծո համար, որովհետև երեխաներ ունեք։ Նայեք ինձ, ուզում եմ մի բան ասել, դուք կարող եք անել այն, ինչ Աստված ասում է, որ անեք։ Եվ Աստված կմատակարարի այն ամենը, ինչ ձեզ անհրաժեշտ է, որովհետև նա վճարում է այն ամենի համար, ինչ պատվիրում է։ Ամեն։ Այսպիսով, մենք հեռարձակվում էինք 8-րդ ռադիոկայանով, այնուհետև մենք սկսեցինք վարձել հյուրանոցների հանդիսությունների սրահները։ Մենք մեքենայով գնում էինք այն վայրերը, որտեղ հեռարձակվում էինք ռադիոյով։ Եվ մենք խնայեցինք $1600 ու գնեցինք ֆուրգոն, որն ուներ ժանգոտված անիվներ եւ մերկ անվադողեր։ Մենք գնում էինք այդ հավաքույթներին եւ նույնիսկ գումար չունեինք հյուրանոցում մնալու համար, ուստի գիշերով տուն էինք վերադառնում։ Երբ Դեյվը չափազանց հոգնում էր վարելուց, կայանում էր Մակդոնալդսի կամ արագ սննդի սպասարկման որևէ ռեստորանի տարածքում։ Նա մի փոքր քնում էր։ Հետո մենք շարունակում էինք ճանապարհը դեպի տուն, լսեք։ Մի սպասեք առաջ խաղացման, քանի դեռ չեք վճարել ձեր տուրքերը։ Ապա, ինչ որ մեկը կարիք ունի լսելու սա։ Մի վրդովեք, երբ եկեղեցի մտնելու հենց առաջին օրը ձեզ չեն տալիս մեծ պաշտոն, քանի որ դուք այնքան տաղանդավոր եք։ Դուք ավելի քան տաղանդի կարիք ունեք, դուք հասունության կարիք ունեք։ Դուք հոգևոր հասունության կարիք ունեք, դուք պետք է ունենաք ճիշտ բնավորություն։ Հարկ չկա, որ ինչ-որ կերպար ներկայացնեք, ձեզ ճիշտ բնավորություն է անհրաժեշտ։ Աստծո բնավորությունը։ Մենք այնքան դժվարությունների միջով անցանք, բայց կարող եմ ասել, Աստված երբեք չի թողել մեզ, մենք երբեք ուշացումով որևէ վճարում չենք կատարել։ Բայց մենք շատ քրտնաջան էինք աշխատում։ Նույնիսկ չգիտեմ, թե ինչպես նկարագրեմ, թե որքան քրտնաջան էինք աշխատում։ Երբ սկսեցի հեռարձակվել հեռուստատեսությամբ, մեր ծառայությունը բուռն աճեց։ Այն աննկարագրելիորեն բազմապատկվում էր։ Ամեն տարի եռապատկվում էր։ Ես կարող եմ միայն ասել այն, որ յուրաքանչյուր մարդ ունի առաջադրանք Աստծուց, եւ յուրաքանչյուր մարդ պետք է վճռական լինի ավարտելու այն, ինչ Աստված կանչել է իրեն անելու։ Եվ եթե դուք կանչված եք պարզապես ծառայելու Աստծուն ուրախությամբ, ուրեմն ծառայեք նրան ուրախությամբ։ Ամեն։ Քանի դեռ անում եք այն, ինչ Աստված ուզում է, որ անեք, դուք հզոր բան եք անում։ Այժմ վերադառնանք այնտեղ, որտեղից սկսեցի։ Ես մի փոքրիկ աղջիկ էի, որի առաջին հիշողությունը հորից վախենալն էր, որը ենթարկվել էր բռնության, եւ որի կյանքում տեղի են ունեցել շատ ու շատ այլ բաներ, որոնք կարող են ձեր մեջ սրտխառնոց առաջացնել, եթե պատմեմ։ Դուստրս ոչ շատ վաղուց ինձ ասաց, զարմանալի է, թե որքան լավ ծնող ես դու, հաշվի առնելով այն, թե ինչպես ես մեծացել։ Այնպես որ երբեք չվախենաք, որ չեք կարող լավ ծնող լինել, որովհետև Աստված կօծի ձեզ լինելու այն, ինչ կանչում է, որ լինեք, և օծությունը որակավորում է ձեզ։ Հիսուսը որակավորված էր, նա ասաց, նրա օծությունը, որ որակավորել է ինձ, և Աստված հավատարիմ է եղել իմ հանդեպ, նա բարի է եղել իմ հանդեպ, նա 10 անգամ ավելի վերադարձրել է ինձ այն, ինչ կորցրել եմ, նա տվել է ինձ պատիվ, նա վարձահատույց է եղել ինձ, նա օրհնել է ինձ, եւ ես պետք է ասեմ, որ չեմ կարող ասել, որ ցավում եմ այն ամենի համար,
Ինչ կատարվել է ինձ հետ, որովհետև այն, ինչ մի ժամանակ համարում էի ամենավատ թշնամի, դարձել է իմ ամենալավ բարեկամը։ Ամեն։ Եվ կարող եմ ասել, որ Աստված հավատարիմ է, եւ Աստված բարի է, եւ դու կարող ես ճեղքել այն ամենի միջով, որ դուրս է գալիս քո դեմ, որովհետև ավելի մեծ է նա, ով ապրում է քո մեջ։ Դե վեր կացեք եւ Աստծուն մեծ փառք տվեք։ Ուզում եմ, որ բոլորս աղոթենք, որպեսզի համոզված լինեմ, որ ոչ ոք չի հեռանա այստեղից առանց ընդունելու Քրիստոսին, այնպես որ բոլորս միասին կաղոթենք։ Հայր Աստված, ես սիրում եմ քեզ։ Հիսուս, ես հավատում եմ քեզ։ Հավատում եմ, որ դու Աստված ես։ Աստծո միակ որդին։ Հավատում եմ, որ մահացար խաչի վրա, որպեսզի վճարես իմ մեղքերի համար։ Բայց երրորդ օրը հարություն առար մեռելներից։ Իմ պարտքը վճարվեց։ Իմ մեղքերը ներված են։ Ներողություն եմ խնդրում իմ ապրած կյանքի համար։ Ես ապաշխարում եմ։ Ես հանձնվում եմ։ Ընդունում եմ քեզ որպես իմ փրկչի։ Եվ ուզում եմ, որ դառնաս իմ Տերը։ Ուզում եմ, որ քո կամքը լինի իմ կամքը։ Շնորհակալություն ինձ փրկելու համար։ Ես հավատում եմ, որ ներված եմ, որ երկնքի ճանապարհին եմ, եւ ես վայելելու եմ ճանապարհորդությունը։ Սովորեցրու ինձ, դարձրու ինձ Հիսուսի նման։ Ամեն։ Շատ լավ։ Հուսով ենք, որ վայելեցիք այսօրվա հաղորդումը։ Խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ կամ այցելել joycemeyer.org կայք ձեր աղոթքի խնդրանքները փոխանցելու կամ մեզ հետ համագործակցելու համար։ Այս հաղորդաշարը հովանավորվում է Joyce Meyer-ի ծառայության ընկերների եւ գործընկերների կողմից։